Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Լիլիթն այցելում է Սոնային, որպեսզի աջակցի նրան և օգնի հասկանալ, ինչով կարող է օգտակար լինել այս ծանր շրջանում։ Նրանք առանձնանում են սենյակում, մի փոքր հեռու մյուսներից, ու այդ լռության մեջ Լիլիթը սկսում է խոսել այն մասին, որ ընտանիքը թշնամի լինել չի կարող։ Նա շեշտում է, որ Սոնայի հայրն ու եղբայրները չեն վախենալու նրա երջանկությունից, նրանք պարզապես ուրիշ կերպով են հասկանում պաշտպանել սիրելիին։ Բայց Սոնան զայրացած է, ընկալելով Լիլիթի խոսքերը որպես կողմ ընտրել ուրիշների օգտին։ Նա վիրավորվում է, որ իր մտերիմ ընկերուհին, ումից ամենաշատն է սպասում աջակցություն, այժմ կարծես իրենից հեռանում է, պաշտպանելով Աբոյին, Միքոյին ու Հայկին։ Մյուս կողմում Արմոն շարունակում է իր համար արդեն իսկ անհասկանալի ու խճճված խաղը։ Նա համառորեն փորձում է Խորենին համոզել, թե Նարեն իրեն է սիրում, թեև որևէ իրատեսական հիմք չունի նման բանի հավատալու։ Արմոյի այս մոլուցքը, որից կարծես նույնիսկ ինքն է հոգնել, աստիճանաբար կորցնում է իմաստը, բայց նա չի դադարում պնդել իրենը։ Նա Խորենին ներկայացնում է Նարեի ու Հայկի հարաբերությունները որպես ձևականություն, մի բան արված միայն իրեն ցավեցնելու համար։ Թե ինչու է նա այդ ամենն անում, ինչ է շահում, այդ ամենից նույնիսկ ինքը չգիտի։ Խորենն էլ կարծես մոռացած իր այցի իրական նպատակի մասին, որպես ընտանիքի բարեկամ կամ գործնական այցելություն, սկսել է ներգրավվել մի խաղի մեջ, որի հիմքում ոչ մի իրատեսություն չկա։ Նա արդեն քննարկում է Նարեի անձնական կյանքը, Արմոյի հուշումներով առաջնորդվելով, կարծես դա նրա խնդիրն է։ Նարեն ու Հայկը հեռու բոլոր խառնաշփոթներից հենց այդ ընթացքում էլ նստած են սրճարանում։ Սեղանը զարդարված է պարզ, բայց տաք մթնոլորտով։ Նրանք միմյանց են նայում այնպես, ինչպես սիրում են միայն մեկ անգամ։ Նարեի ներսում անընդհատ բախվում են երկու ուժ՝ սերը և մեղավորության ծանր բեռը։ Նա փորձ է անում հույս փայփայել, որ գուցե մի օր, անգամ եթե ծնողները չընդունեն իր և Հայկի միությունը, գոնե նրա մեջ չտեսնեն թշնամու։ Բայց Հայկի պատասխանը շատ ավելի կտրուկ է։ Նա ասում է, որ չի ների Նարեի ընտանիքին ու որ այն օրը, երբ ամեն բան բացահայտվի, ինքը Սաքոյից կպահանջի նույնը, ինչ իր պապն է ժամանակին արել՝ ծնկի գալ ու ներողություն խնդրել։ Նարեն քարանում է, նրա հոգում վախն է խառնվում ճշմարտության անհնարին ծանրության հետ։ Այս մտքի, այս լռության և այս հարվածի տակ է նաև Անիկի ընտանիքում սևացող նոր գաղտնիքը։ Սաքոն սկսում է կասկածել, որ Լալան վերադարձել է։ Նրա բնազդը զարմանալի ճշգրտությամբ արձագանքում է հեռավոր փոփոխություններին։ Նա փորձում է կանխել ամեն բան, արգելելով Անիկին որևէ ձևով կապվել Լալայի հետ։ Սակայն Սաքոն դեռ գաղափար անգամ չունի, որ հենց իր դուստրն է այն օղակը, որ վերակենդանացրել է անցյալը։ Անիկը սկսում է հարցեր տալ Նարեին, զգալով, որ ինչ-որ բան է թաքցվում Նարեի կողմից։ Նարեն ծանրացած մեղավորությամբ այլևս չի կարողանում ստել։ Նա բացահայտում է ճշմարտությունը, որ ինքը կապ է հաստատել Լալայի հետ, որ իրենք ոչ միայն նամակագրության մեջ են եղել, այլ նաև մի քանի անգամ հանդիպել են։ Անիկը շոկի մեջ է։ Նրա աչքերի առջևով սկսում է անցնել ամբողջ անցյալը, Լալայի բացակայության ցավը, տան ներսում երբեք չբուժված վերքերը, իսկ հիմա նաև դստեր գաղտնիքը։ Այս բացահայտումը մի նոր փուլ է սկսում, և այս փուլի կենտրոնում կանգնած է Նարեն, սեղմված երկու ճշմարտությունների արանքում՝ սերը Հայկի հանդեպ և անցյալը՝ Հայկի հոր արյան վրա կանգնած գաղտնիքը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անիկը, երբ իմանա, որ Նարեն ու Լալան հանդիպել են։ Արդյոք այդ մասին կասի Սաքոյին։ Գրեք մեկնաբանություն։